Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն։ Բարև իմ հարգելի հեռուստադիտողներին, ես գտնվում եմ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում, եկել եմ պարզելու, թե նորածնային շրջանում, փոքրիկների շրջանում քթային դժվարաշնչությունը ինչ պատճառներ կարող է ունենալ եւ առհասարակ որոնք են խոչընդոտները, որոնք հենց խոչընդոտ են հանդիսանում գրագետ ճիշտ լավ շնչառության համար։ Ըստ այդմ ես զրուցելու եմ եկել կենտրոնի քիթ-կոկորտական ջիհիվանդությունների ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, ինչպես նաեւ ազգային առողջապահական ինստիտուտի լոր ամբիոնի դոցենտ Անդրանիկ Սերոփյանի հետ։ Բարև բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ Մեդինֆորմի հյուրն եք եւ այս կարեւոր թեման փոքրիկների մասին, իհարկե, ինչպես նաեւ կանադառնանք մեծերին, էլ մեր ներկայացնելու ենք մեր հեռուստադիտողին։ Շնորհակալություն նաեւ այցի համար։ Բժիշկ, սկսենք դժվարաշնչության պատճառներից։ Հաճախ երեխան փոքր տարիքում ունենում է դժվարաշնչություն, ոմանք նկատելիորեն, ոմանք աննկատ, բայց խնդիրը բավականին լուրջ է, խորն է, քանի որ այստեղ արդեն թթվածնային քաղցի հետ կարող ենք հետագայում գործ ունենալ, ուղեղի ոչ ճիշտ սնունդ թթվածին ապահովելու հետ եւ այլն։ Ունեն նաեւ այլ հետևանքներ, որոնց մասին քիչ անց կխնդրեմ խոսեք։ Հիմա ներկայացրեք պատճառները, որոնք են հիմնականում խոչընդոտ հանդիսանում ճիշտ շնչառության համար։ Շնորհակալություն հարցի համար, շատ ակտուալ հարց է, որովհետև շատ կան երեխաներ, որոնք տառապում են նույնիսկ այսպես կասենք քթային դժվարաշնչությամբ եւ անհրաժեշտ է դիագնոզել եւ ժամանակին համապատասխան օգնություն ցույց տալ։ Երեխաների մոտ ավելի հաճախ մեր պրակտիկայում հանդիպում են քթմպանային նշիկի գերաճը, որը շատ հաճախ մեր ժողովրդական sense տարածված լեզվով ասենք ժողովուրդ հասմա քթիմիս երեխայի մոտ իհարկե դա քթիմիս չէ, դա քթմպանային նշիկի գերաճն է բժշկական տերմինոլոգիայով, որը բերում է բավականին պաթոլոգիական փոփոխությունների երեխաների մոտ արտահայտված քթային դժվարաշնչությունը երեխաներին տեսնելուց կարող ենք մենք տարբերակել երեխաները բաց բերանով են լինում, եթե երկար ժամանակ քթային դժվարացած շնչառություն են ունենում, ձևավորվում է այսպես ասած ադենոիդային դեմք։ Երեխայի ծնոտը սրվում է, բերանը բաց է, անընդհատ ինքը փորձում է թթվածնային քաղցը լրացնել բերանային շնչառությամբ։ Երեխաների մոտ նկատվում է քթային արտադրություններ, անընդհատ կրկնվող քթային արտադրություններ, որոնք լինում են լորձային, լորձաթարախային բնույթի արտադրություններ եւ բնականաբար եթե տեղամասային մանկաբույժը, պոլիկլինիկ ծառայության լոր ծառայությունը հետևում է երեխային, ապա կարող է դիագնոզել իհարկե այսօր կան բավականին ժամանակակից դիագնոստիկ մեթոդներ, մենք մեզ մոտ ունենք շատ արդիական ֆիբրոլարինգոսկոպ, որի միջոցով դիագնոզվում է քթմպանային նշիկի գերաճը։ Իհարկե կատե հետազոտությունը նույնպես ինֆորմատիվ է, բայց ավելի ինֆորմատիվ եւ ժամանակակից է ֆիբրոլարինգոսկոպիան, որը մեզ մոտ կատարում ենք։ Այո, պարոն Սերոփյան, այ դուք նշեցիք պոլիկլինիկայի բժիշկը, այո, պետք է սա նախ առաջինը հետաքրքիր է դա բժիշկն է նկատում, թե ծնողը կարող է բժշկից առաջ նկատել։ Ուրեմն, եթե բժիշկը բնականաբար անցնում է երեխան պրոֆիլակտիկ իրեն հետազոտությունները պոլիկլինիկայում եթե անցնում է, բնականաբար լոր բժիշկը անպայման կդիագնոզի այդ պաթոլոգիան եւ կան ծնողներ, որոնք ինֆորմացված են, տեղեկացված են եւ ուշադիր ծնողներ են, իրենք նույնպես կարող են նկատել, որտեղ գիշերային շնչառության ժամանակ եթե մաման շատ ուշադիր մամա է, անպայման տեսնում է, որ իր բալիկը բաց բերանով է քնում, խռոցով է քնում, երեխան գալարվում է, չի կարողանում գտնել իր տեղը։ Բերանի չորությունը բերում է ավելի վատ վիճակի եւ բնականաբար ուշադիր մայրը
անպայման կարող է նկատել այդ իրավիճակը եւ դիմել համապատասխան մասնագետին օգնություն ցույց տալու։ Առաջի օղակը պոլիկլինիկան, մանկաբույժ, պոլիկլինիկական ավելի նեղ մասնագիտական ծառայությունները կարող են այս խնդրին օգնություն ցուցաբերել, այ պոլիկլինիկական ծառայությունը այս հատվածում ունի անելիք, թե արդեն պետք է դիմել նեղ մասնագետի իդեմս ձեզ։ Պոլիկլինիկայում, այո, կարող են առաջին կոնսերվատիվ բուժում կատարել, քանի որ կա նախարարի հրաման, որով քթմբանային նշիկը հեռացվում է 4 տարեկանը լրացնելուց հետո, բնականաբար վիրահատական եւ հետվիրահատական բարդություններից խուսափելու համար մինչեւ 4 տարեկան այդ ընթացքը վարվում է կոնսերվատիվ դեղորայքային եւ բնականաբար այո եւ մանկաբույժը եւ տեղամասային պոլիկլինիկայի լոր բժիշկը կարող են օգնություն ցույց տալ համապատասխան կոնսերվատիվ բուժումներ կատարելու միջոցով։ Եվ եթե խնդիրը արդեն ավելի է բարդանում, հետո բնականաբար լինում է դասակարգվում է ադենոիդային գերաճը 3 աշճանի է լինում, առաջի երկրորդ աշճանների դեպքում դա վարվում է ընդհանրապես կոնսերվատիվ, եթե արտահայտված երկրորդ, երրորդ աշճանի է լինում, դա արդեն որոշվում է կայացում, կատարել վիրահատական միջամտություն, վիրահատական բուժում, ադենոտոմիա, որը մեզ մոտ կատարվում է բավականին բարձր մակարդակով ընդհանուր անզգացմամբ։ Բժիշկ, խնդրեմ ներկայացրեք, թե բարձիթողի վիճակի դեպքում այս խնդիրը ինչ հետևանքներ կարող է ունենալ երեխայի առողջության համար։ Ուրեմն այն երեխաները, որոնց մոտ քթմբանային նշիկը 3-րդ աշճանի գերաճ ունենք եւ շատ վատ է շնչում երեխան, լինում է կցվածքի խանգարում, ատամնաշարի կառուցվածքի խախտում, բնականաբար թթվածնային քաղցը բերում է երեխայի ընդհանուր զարգացման, նույնիսկ ինտելեկտի վրա է ազդում, որովհետև եթե արդեն բարձր դասարաններում է եւ անընդհատ ինքը չի կարողանում կենտրոնանալ, չի կարողանում լիարժեք ընկալել, եւ բնականաբար նույնիսկ որոշակի դեպքեր ա լինում, երբ որ հենց այդ խնդրի հետ կապված երեխան իր հասակակից երեխաներից հետ է մնում։ Հասկանալի է։ Խոսենք նաև վիրահատական մեթոդից, այ դուք նշեցիք առաջին եւ երկրորդ դեպքերում բավական է բժշկի հսկողությունը, իսկ ավելի բարդ երրորդ աստիճանի դեպքում կատարվում է վիրահատական միջամտություն, ցուցաբերվում է վիրահատական միջամտություն, հետ վիրահատական գործընթացը կարծում եմ շատերին հետաքրքիր կլինի, դա որքան է տևում, այնուհետ երեխան կարող է անցնել իր բնական կյանքին, թե որոշակի սահմանափակումներ այնուամենայնիվ կունենա։ Ուրեմն հիվանդությունը դիագնոզվելուց հետո, եթե արդեն որոշված է, որ վիրահատական բուժում պետք է կատարվի, մեզ մոտ երեխան անցնում է համապատասխան նախնական հետազոտություններ, արյան քննություն, էլեկտրասրտագրություն, կրծքավանդակի ռենտգեն, բոլոր լաբորատոր հետազոտությունները եւ լիարժեք հետազոտվելուց հետո, քանի որ սա պլանային վիրահատություն է, ուրեմն նախապատրաստվում է վիրահատական միջամտության։ Մեզ մոտ ընդհանուր անզգացման պայմաններում է կատարվում, բավականին բարձր որակյալ անեստեզիոլոգիական ծառայություն ունենք, օպերացիոն բլոկը բարձր մակարդակով, որը մեզ թույլ է տալիս կատարել բավականին արդյունավետ այս վիրահատությունը եւ կոնկրետ ադենոտոմիան մեզ մոտ տեսանելի ադենոտոմիա է կատարվում, որը եվրոպական, ամերիկյան ստանդարտներից չի տարբերվում եւ մեզ թույլ է տալիս, որպեսզի քթմբանային նշիկի մեծ մասը հեռացվի եւ ռեցիդիվներից հիմնականում խուսափում ենք, այդպիսի վիրահատական միջամտություններից հետո գրեթե ռեցիդիվներ չենք ունենում։ Այո, իսկ այսինքն կրկնվելու հավանականությունը Կրկնվելու հավանականությունը մեզ մոտ շատ քիչ է, նույնիսկ 1% մենք չենք հաշվում։ Ուրեմն հետ վիրահատական ընթացքը երեխան մեզ մոտ մնում է 1 օր, հաջորդ օրը երեխան դուրս է գրվում, համապատասխան կոնսերվատիվ նշանակում է արվում, տեղամասային լոր ծառայության եւ մանկաբույժի հսկողության տակ է գտնվում, ինչպես նաեւ պահպանվում մեզ հետ կապը անպայման եւ 1-2 այց որպես կանոն գալիս են հետ վիրահատական շրջանում, մենք նույնպես հսկում ենք։ Հիմնականում ճիշտ ռեժիմը պահպանելու դեպքում բարդություններ չեն լինում եւ ամեն ինչ հարթ նորմալ անցնում է եւ որոշակի ժամանակ անց արդեն նույնիսկ ծնողները գալիս են շնորհակալություն են հայտնում
Նկատում են զգում են, այո, տարբերությունները։ անմիջապես, երբ որ կթմբանային նշիկը հեռացնելուց հետո ծնողները զգում են եւ տեսնում են, որ երեխան շատ հանգիստ շնչում է քթով եւ դա շատ տեսանելի է եւ բնականաբար արդեն շատ արագ այդ արդյունքը ստացվում է եւ գոհ է եւ երեխան եւ ծնողները։ Բժիշկ, այ դուք նշեցիք, որ ցուցված է այսպիսի վիրահատությունը կատարել 4 տարեկան եւ բարձր տարիքում։ Հետաքրքիր է, եթե խնդիրը կա եւ թողել են ենթադրենք 18-20 տարեկան եւ բարձր տարիքում։ Գիտեմ, որ նույնպես կատարում եք այդ տարիքի վիրահատություններ, այսինքն մեծահասակների շրջանում նույնպես կատարում եք նման վիրահատություններ, կարող է այսպիսի դեպքերը իր հետ միասին զարգացնել այլ խնդիրներ, եթե թողնում են բարձր տարիքում կատարելու համար։ Ուրեմն, եթե կոնկրետ քթմբանային նշիկի մասին է խոսքը, ինքը ընդհանրապես 13-14 տարեկանից հետո ինքը պետք է հետաճ ունենա, բայց երբեմն լինում են այնպիսի դեպքեր, երբ որ պացիենտը նույնիսկ 20-30 տարեկան է եւ չի հետ նահանջել քթմբանային նշիկը եւ բնականաբար եթե դիագնոզվում է եւ կատե հետազոտության եւ ֆիբրոսկոպիայի բնականաբար վիրահատվում է եւ բավականին լավ էֆեկտ ենք ստանում։ Եվ վերջում կցանկանայի ձեր խորհուրդը ուղղեիք մեր մայրիկներին, քանի որ առաջին ազդակը, որ կարող են երեխայի խնդրի մասին բարձրաձայնել նկատել, հենց նրանք են, միգուցե նաեւ իհարկե առաջնային օղակի բժիշկները, խնդրեմ ձեր խորհուրդը նրանց։ Ուրեմն մեր բալիկների, մայրիկներին, հայրիկներին նույնպես անպայման խնդրեմ, որպեսզի ուշադիր լինեն, հետևեն եւ բնականաբար այդ հետևելը ես նշեցի, որ գիշերային ժամերին տեսնեն արդյոք իրենց երեխաները փակ բերանով են քնում, թե բաց բերանով, որը բնականաբար բաց բերանով քնելը շեշտեցինք, որ նորմալ չէ։ Եվ առաջին նշաններից է։ Եվ առաջին նշաններից է եւ ազդակ է ներ մասնագետին դիմելու համար։ Բնականաբար, երբ որ ժամանակին է այդ ամեն ինչը կազմակերպվում, արդյունքը լինում է ավելի լավ, ավելի գոհացուցիչ։ Այո, շնորհակալ եմ բժիշկ հետաքրքիր ինֆորմացիայի համար։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաև ձեզ ուշադրության համար, այնպես որ այս պահին իհարկե խոսքս ուղղում եմ բոլոր մեր մայրիկներին, պետք է իսկապես ուշադիր լինել եւ դա չհամարել փոքրիկ թերություն, իրականում շնչառության ճիշտ ձևից կախված է երեխայի առողջական մի շարք պարամետրեր, այս ամենը պետք է հաշվի առնել եւ կարծում եմ բժիշկը ձեզ ճիշտ մեսիջացրեց, թե ինչին պետք է ուշադիր լինել։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, ես զրուցում էի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի Քիթկոգորտ ականջի հիվանդությունների ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, ինչպես նաև ազգային առողջապահության ինստիտուտի լոր ամբիոնի դոցենտ Անդրանիկ Սերոփյանի հետ։ Դե ինչ մեր թեման դժվարաշնչություններ, որոնք կապված էին քթմբանի տարատեսակ խնդիրների հետ, հիմնականում ժողովրդական լեզվով ասած քթի միս, այո, այսպես բնորոշեց բժիշկը, ինչպես հաճախ դիմում են մայրիկները։ Այսքան այսօրվա համար, հետևեք Մեդինֆորմի հետագա թողարկումներին եւ այդտեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող ամենատարբեր հարցերի պատասխանները։ Կհանդիպենք։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաև վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաև ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն է։